Ով է Ադրբեջանի թեկնածուն, ես նկատի եմ ունեցել Նիկոլ Փաշինյանին եւ դա ինձ համար ակնհայտ է եւ ավելին Ադրբեջանը անգամ չի թաքցնում, որ իր թեկնածուն համար 1 աջակցության, այսպես թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Մնացածը ինչ որ ասել եմ, ես կներեք, բայց կթողնեի ձեր երևակայությանը առասարակ։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին։ Տեսեք, հանրահռչակ մեր հայրենակիցն է։ Սամվել Կարապետյանը կարևորագույն անգնահատելի, անուրանալի գործեր է արել թե Հայաստանի, թե Արցախի համար։ Ես շատ լավ հիշում եմ Արցախում հիվանդանոցը, ինչ բարեկարգ, ինչ ժամանակակից վիճակում էր եւ ինչ հզոր դեր կատարեց մարդասիրական պատերազմի ժամանակ, դրանից առաջ։ Ավելին անգամ մեր Արցախի բալիկներին նաև Սամվել Կարապետյանը հատուկ բարեգործություն էր անում, դրանք ես վերջերս դրա մասին իմացա, որը միայն հարգանքի արժանի է, եւ մենք պետք է հպարտանանք միշտ մեր հայերով, մեր ազգակիցներով, որ նման բարերարներ ունենք, ավելին հիմա նաև Սամվել Կարապետյանը անցնում է շատ իմ կարծիքով խոշոր իրավունքների կոպիտ խախտումներով, անօրինականություններով, ապօրինի դատապարտումը, նրա քաղբանտարկյալ լինելը, որը ես անվանել եմ, որ պարզապես քաղաքական պատանդ է պահվում, որ թույլ չտան կոնկրետ գործունեություն իրականացնի։ Եվ սա այն է, ինչ ես իմ մտածում եմ Սամվել Կարապետյանի մասին, նրա գործունեության մասին եւ բնականաբար իմ կարծիքով սա միայն հպարտության արժանի է եւ նաեւ նրա աջակցությունը հայոց եկեղեցուն նույնպես ունի անուրանալի նշանակություն։ Բայց եկեք մյուս կողմից նայենք։ Խոսքը նախ եկեք այսպես քննարկենք։ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։ Ես որպես իրավաբան խնդիր եմ տեսնում իհարկե նրանում, որ մեկ մարդու համար առաջարկվում է փոխել սահմանադրություն, դա ինձ համար անընդունելի է։ Հայաստանի Հանրապետության խնդիրների արմատը հենց նրանում է, այսքան տարիներ, որ ամեն ղեկավար փորձել է իր համար հարմարեցնել սահմանադրությունը։ Դա ինձ համար անընդունելի է։ Սահմանադրության պահանջը պատահական չէ, որ ամրագրվել է եւ դա պետության անվտանգության համար է կարևոր, հատկապես մենք այսպիսի իրավիճակում ենք գտնվում, որ նման մարտահրավերների պայմաններում իմ կարծիքով դա անընդունելի է եւ այո, ես ճիշտ չեմ համարում դա անելը։ Եթե Սամվել Կարապետյանը եւ նրա ղեկավարած ուժը կհավաքեն այնքան մեծամասնություն, մեր ժողովուրդը կտա մանդատ, որ կկարողանան լուծել այդ հարցը, դե այդտեղ ասենք ինչ կարող ես անել, մեր ժողովուրդը տվել է մանդատը, հարցը կլուծեն, բայց ես ինքս դա համարում եմ խնդրահարույց, սխալ եւ կարծում եմ այդպիսի որոշումը Հայաստանի Հանրապետության կոնկրետ իրավիճակում շահերի տեսանկյունից ճիշտ չէ։ Հիմա մյուս տեսանկյունից էլ եկեք քննարկենք։ Նայեք, ժողովուրդ ջան, մեր նպատակը այս ընթացքում որն է։ Անդիմության նկատի ունեմ եւ իրական անդիմության մեր բոլորի նպատակը, իսկ ես նաեւ Սամվել Կարապետյանի նրա ղեկավարած ուժի, նույնպես այնտեղ հայրենասեր մարդիկ շատ կան եւ այսինքն որ ես ճանաչում եմ հայրենասերներ են եւ նրանք բոլորիս նպատակը այնպես անելն է, որ այս իշխանությունը չկարողանա կառավարել 2026 թվականից հետո, իսկ մեր ուժի նպատակն է եւ հաղթել ընտրություններում նաև հայտարարված այսպես նպատակը։ Հիմա այդ տեսանկյունից երբ ես նայում եմ, թե մենք ինչ գործողություններ պետք է չանենք։ Մենք չպետք է անենք գործողություններ, որոնք Նիկոլ Փաշինյանը օգտագործում է որպես հաղթաթուղթ, կոզր, այսպես ասած։ Եվ ինչը նրան հնարավորություն է տալիս նրան դրական միավորներ է տալիս եւ նա կարող է օգտագործել իր համար։ Տեսեք, 2020-21 թվականի ընտրությունների ժամանակ ինքը ինչ արեց։ Նախկին ներկա դիսկուրսը տարավ եւ մարդիկ գնացին անգամ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության համար քվեարկեցին, ոչ միայն նրա համար, որ նրանք Նիկոլ Փաշինյանի որոշ մեր հայրենակիցների մի մասը նրա օգտին քվեարկեցին, այլ որ դեմ էին որ այսպես կոչված նախկին իշխանությունները կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է գլխավորապես Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նրանք վերընտրվեն։
Հիմա ինչ է անելու եւ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը շատ ակնհայտ է։ Նրա քաղաքական հենասյուները որոնք են։ Ես դրանք ասել եմ, 3-ն են, որի շուրջ նա ամբողջությամբ կառուցել է իր օրակարգը։ Ռուսներ, նախկիններ, հայոց եկեղեցի։ Եվ նա սրա շուրջ է ամբողջությամբ գործում։ Օրակարգերը նրա քաղաքական, մի հատ ուշադրություն դարձրեք, ամբողջությամբ սրա շուրջ է։ Հիմա նա այս ընտրությունների ժամանակ այս ընտրարշավը դարձնելու է օտար ներկայացուցիչներից Հայաստանը փրկելու արշավ։ Կոնկրետ դեպքում Ռուսաստանի գործակալներ եւ այլն ինչ ասած կարող է անունը դնել, դա երկրորդական է իր համար ինքը իր օրակարգն է սպասարկում։